Բասկամարտով զբաղվում եմ 18 տարի արդեն, առաջին քայլերս եղել է պոլիտեխնիկ մարզա համալիրում, տեղից սկիզբը դրվել է և տեղից հաջողությունը արդեն բացվել է, ինքը ճիշտ է 5 զալ էր շատ, բայց 5 զալերից է չեմպիոն դուրս գալիս, պրակտիկան է ցույց տվել, մինչև առ այսօր արդեն 21 ոսկե մեդալ եմ նվաճել։ Եղբորս հետ, քեռուստուղու հետ եմ գնացել, ինքն է ոնց որ այդ հիմքը դրել ու տեղից արդեն շարունակվել է մինչ օրս։ Կյանքում այդ դժվարությունները տրված է, որ կարողանաս քո հաջողությունը գնահատես։ Դժվարություններ միշտ կա, ամեն օր դժվարություն է, պետք է կարողանաս փառքով այդ դժվարությունների մեջից դուրս գաս և կարողանաս կյանքին ճիշտ աչքերով նայել։ Ես միշտ առաջնորդվում եմ այդ մտքով սպորտի մեջ, ընդհանուր կյանքում հասկանում եմ մի բան, եթե այս կյանքում դու ծնվել ես, պետք է կարողանաս արժանապատիվ ապրել և քո ազգի, քո ծնողների պատիվը բարձր պահել, որ քեզանով հպարտ լինեն, թե ծնողները, թե ազգը։ Մրցաշարերի ժամանակ ճիշտ է հոգեբանորեն պետք է պատրաստ լինես, պրակտիկան ցույց է տվել, որ ինչքան ուզում ես ուժեղ եղիր, եթե հոգեբանորեն պատրաստ չլինես, կարա այդ մի վարկյանը դառնա պարտության պատճառ։ Դրա համար հոգեբանական պատրաստ լինելը շատ կարևոր է սպորտսմենի համար։ Բոլոր սպորտսմենները գնում են միայն հաղթանակի համար։ Չկա սպորտսմեն, որ գնա ասի ես գնամ երկրորդ կամ երրորդ տեղ գրավելու համար, բոլորն էլ գնում են չեմպիոնության համար։ Այդ դժվարությունը խթան է հանդիսանում, որ կարողանաս չեմպիոն դառնալ։ Մրցակիցներս սաղ պատրաստված սպորտսմեններ են, չկա սպորտսմեն, որ գա պրոստո մասնակցելու համար։ Բոլորն էլ աշխարհի Եվրոպայի չեմպիոն տղերք են ու բոլորն էլ շատ ուժեղ պատրաստվում են մրցաշարեր մասնակցելու համար։ Դժվարությունները շատ են, պայքարը շատ է, բայց ամենակարևորը կարողանաս այդ պայքարից փառքով դուրս գաս և մեր եռագույնը կարողանաս ծածանես տարբեր հարթակներում։ Մի 2 տարի առաջ էր, որ թուրք-ադրբեջանցու հետ պոլուֆինալ-ֆինալում դուրս եկա, ուրեմն զվարճալին այն էր, որ ադրբեջանցին լինելով երրորդ հորիզոնականում, ոտքերի թաթերի վրա կանգնելով, ուզում էր ոնց որ առաջի տեղից բարձր երևար, այդ զվարճալի է, դե իրանց գիտեք ոնց, դա կապ չունի ինչ ազգ է, տարրական դա մոտեցում է սպորտային, որը որ շատ իրանց մոտ չզարգացած է, մարզումները շաբաթական տեղի են ունենում 4 օր, 2-ից 3 ժամ են պարապմունքները տևում, կարողանում եմ այդ ժամանակը սնենց բախշել, որ ընտանիքին էլ ժամանակ տրամադրեմ, սպորտին էլ ընկերներին էլ։ Արդեն տանը գիտեն ինչ պատրաստեն, մրցումներից առաջ ոնց է իմ դիետան, այդ ամեն ինչը սաղ կոնտրոլի տակ է, շնորհակալ եմ իմ ընտանիքին այդ ամեն ինչը կազմակերպելի իմ կնոջին, իմ մայրիկին։ Ես նշեմ, որ համաշխարհային մասշտաբով շատ մեծ մրցաշար տեղի ունեցավ Լաս Վեգաս քաղաքում, որը որ առաջին անգամ էր տեղի ունենում։ Շատ ուժեղ սպորտսմեններ էին եկել այդ մրցաշարին, կարողացանք փառքով մեր ազգի պատիվը բարձր պահել և եռագույնը նաև Լաս Վեգասում ծածանել։ Հայերը իմ կողքին էին, ով գիտեր, որ գնացել եմ մրցումները, բոլորը եկել են և իմ կողքին էին, ինձ աջակցում էին, դա մեծ բան է, որ օտար երկրում քո հայը քո կողքն է և բալետ անում են հայավարի, որ կարողանաս այդ դժվարության մեջից դուրս գաս։ Շնորհակալ եմ նաև նրանց, ովքեր որ իմ կողքն են եղել այնտեղ։ Բոլոր երիտասարդներին խորհուրդ կտամ սպորտով զբաղվել։ Սպորտը այդ կյանքի քայլն է դեպի հաջողություն։ Բոլորը գիտեք ոնց, չկա մարդ, որ չկարողանա, պրոստո պետք է այդ ուղին ճիշտ մոտեցումը դնել ու հասկանալ, թե ինչի համար ես գնում և ուր։ Տղաս 7 տարեկան է, զբաղվում է գիմնաստիկայով ու ամենակարևորը ես իմ տղային բացատրել եմ, որ դժվարությունները շատ են լինելու, բայց պետք է չկոտրվել, հասկանա իր հայրիկը ինչ դժվարությունների մեջով անցել ու ինքն էլ նույն դժվարությունների մեջով պետք է անցնի, որ հաջող մարդ լինի, լավ մարդ լինի, ամենակարևորը իր ազգի, իր ծնողների համար։